Մեր պատկերացմամբ առհասարակ այս ներկա վկան չպետք է անհանգստացվեր, չպետք է դատարան հրավիրվեր։ Մենք մեր դիրքորոշման տերն ենք, մեր դիրքորոշումը մենք նաև հետագայում ենք պնդելու, եթե դատական ակտը բողոքարկելու անհրաժեշտություն առաջանա, որովհետև կրկնեմ, վկան սևով սպիտակ, վկան չէ, քննիչը սևով սպիտակի վրա նշել է, որ այն երկու տեսագրությունները, որ մենք տեսանք, ամբողջ մեղադրանքի այդ երկուսի մասին է, ուրիշ բանի մասին չի։ Մարդը նախնական քննության ժամանակ նշել է, որ դա չի տեսել, հիմա էլ հաստատեց, որ դա չի տեսել, եւ թե նման բան, որ լսեր տհաճություն կզգար, թե չէր զգա, դա բացարձակ մեր պատկերացմամբ կապ չունի եւ ցանկացածին կարող ենք, այս շենքը մեր դիմացը 4 հարկանի շենք է, բոլոր մարդկանց կարող ենք բերել, ասենք դուք վկա եք, հələ մի հատ նայեք։ Դա վկայի գաղափարի հետ կապ չունեցող բան է, այսինքն վկան այն մարդն է, որը վարույթի համար էական նշանակություն տվյալի է տիրապետում։ Այլ ոչ թե այդ պահին ինքը ինչ որ մի բան լսելով նա ինչ զգացողություն է ունենում, թե ոչ, հիմա ինչ ասեմ։ Շատ նման է ապացույց ստեղծելուն, էլի, կեղծ ապացույց ստեղծելուն, բերել են դատարանում, ասում են կարող ենք չասենք, ապացույց ձևավորելու, որը ոչ վկա հասկացությունը հազարավոր տարիներ բոլորս էլ հասկանում, վկան պետք է ինչ որ մի բանի տեղեկացած լինի։ Այ եթե մենք բերենք օրինակ ինչ որ մեկի, որը մասնագետ է, նա մարդու հոգեբանությունն է ուսումնասիրում, այդ մասնագետը որպես փորձագետ հանդես գա, ասի ես արտահայտությունը կարող էր տհաճություն առաջացնել, вообще կապ չունի, ինչ կապ ունի տհաճություն։ Շատ ներողություն, հայհոյանք լսել եմ, իմ համար էլ է տհաճ։ Հետո ինչ։ Դա ինչ կապ ունի այս եվրոպական դատարանները միշտ ասել է, որ կարող է իշխանության նկատմամբ հնչեցած քննադատությունը նաև ցնցող լինել։ Նկատի ունենալով վիրավորական լինել, այո։ Ցնցողը վիրավորական ցնցող աստիճանի, նկատի ունենալով նաև հայհոյանք։ Վազգեն Սաղաթելյանի հետ կապված խափանման միջոցը ցեզ ինչու չփոխվեց Վազգեն Սաղաթելյանի, որովհետև հիմա կարծես թե տնային կալանքը թրենդային է դարձել։ Թրենդները չգիտեմ, բայց Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը չփոխվեց հենց այնպես, ինչպես շատ ոչ օրինական դատական ակտերը կայացվում են Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Մելիքյան, նկատում ենք, որ դատական նիստերի ժամանակ լեզվակռիվ է լինում, պարբերաբար օրինակ դատախազը ասում է, չգիտեմ, ժպտացին, ծիծաղեցին, սա նորմալ ընթացք է, հա, դատական նիստերի ժամանակ։ Դրանց վրա ես կառաջարկեի չֆիքսվենք, դատական նիստը, բոլոր դատական նիստերն էլ ունենում են որոշակի հանդարտ եւ ավելի ակտիվ ընթացքներ, ամեն դեպքում ինչ որ բան տեղի չունեցավ, որը որ տարօրինակ էր կամ բացառիկ էր, նման բաներ լինում են։ Մենք ունենում ենք իրավական վեճեր, մենք կարող ենք փաստերի շուրջ վեճեր ունենալ։ Այսինքն այսօրվա դահլիճում մենք չենք նկատել ինչ-որ բաներ, որոնք որ հատուկ ուշադրության։ Եկեք ֆիքսվենք բուն հարցի վրա։ Արդյոք այս քրեական վարույթը իրավունք ուներ գոյություն ունենար, թե ոչ։ Արդյոք այս վկան, որ այսօր եկել էր, արդեն երկրորդ անգամ է գործից կտրում են, մի անգամ էլ բռնել տարել էին ոստիկանություն, հետո քննչական, արդյոք այս մարդուն ընդհանրապես պետք է անհանգստացնեն, թե չէ։ Սա է էական հարցը։ Դահլիճում այո, կարող ենք մի քիչ ավելի ակտիվ, կարող ենք մի քիչ ավելի բարձր տոնով, մի քիչ ավելի ցածր տոնով։ Դատարանը իր գործառույթը իրականացնում է, դատական նիստի բնականon ընթացքը ապահովում է։ Այդքանը։